Մեր առաջին կանգառը Քրիստոսից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ն է, լուսաբացին ժամը 4-ին։ Երկնքում հայտնվեց Հայկ Օրիոն համաստեղությունը։ Հենց այսօրը Հայկ Նահապետը հաղթեց Բելին, հիմք դնելով մեր ինքնությանը։ Եթե այսօր մենք նոր տարին նշում ենք ձմռանը հունվարի 1-ին, ապա մեր նախնիների համար տարեսկիզբը կապված էր արևի, բերքահավաքի և ազգային հաղթանակի հետ։ Նավասարդի սկիզբը օգոստոսի 11-ը պատահականոր չէ։ Ըստ Ղևոնդի Ալիշանի հաշվարկների, Քրիստոսից առաջ 2492 թվականի հենց այդ օրն է Հայկ Նահապետը հաղթել բռնակալ Բելին, հիմք դնելով հայոց պետականությանը և մեր ինքնությանը։ Այդ օրվանից էլ սկսվեց բուն հայկյան տոմարը։ Նավասարդը բերքի ու բարիքի տոն էր։ Մարդիկ հավաքվում էին Բագավանում, Աշտիշատում, Արածանի գետի ափին։ Տոնը նվիրված էր հայկական 7 աստվածներին, հատկապես Հայ Արամազդին, Մայր Արահիտին և գեղեցկության աստվածուհի Աստղիկին։ Մարդիկ հավատում էին, որ այդ օրը աստվածներն իջնում են երկրի վրա, լողանում Արածանի սուրբ ջրերում և հետևում տոնակատարությանը։ Տոնի ամենահետաքրքիր մասը նավասարդյան խաղերն էին։ Սրանք հայկական օլիմպիական խաղերն էին, որտեղ մարզիկները ցուցադրում էին իրենց բազկի ու ոգու ուժը։ Հաղթողները պսակվում էին վարդերով և օծվում վարդաջրով։ Հենց այսպես էլ սկիզբ է առել վարդավառի սովորույթը, որը հետագայում եկեղեցին կապեց պայծառագերության տոնի հետ։ Նավասարդյան սեղանին պարտադիր պետք է լինեին հայկական հողի բարիքները, գլխավոր ուտեստներն էին կորկոտն ու հարիսան։ Կար մի շատ գեղեցիկ սովորույթ։ Երեխաները շրջում էին գյուղում և երդիկներից գույնզգույն գուլպաներ էին կախում, որոնց մեջ տանտիկինները քաղցեղեն ու մրգեր էին լցնում։ Դա հաշտության և խաղաղության տոն էր, երբ մոռացվում էին բոլոր խռովությունները։ Թեև 18-րդ դարից սկսած պաշտոնական տարեսկիզբը համարվեց հունվարի 1-ը, նավասարդը մնում է մեր ազգային արժանապատվության տոնը։ Այսօր էլ շատ ուխտավորներ օգոստոսի 11-ին հավաքվում են Քարահունջի աստղադիտարանում դիմավորելու Հայկ Օրիոնի ծագումը և Վահագնի ծնունդը։ Նավասարդը մեզ հիշեցնում է, որ մենք հազարամյա պատմություն ունեցող ու արարող ժողովուրդ ենք։ Այն կյանքի, հարատևության և վերածննդի տոն է։